Հաղթահարված ցավի ու սպասումի արդյունքներ են Գազայի դարպասների մոտ գրկախառնվող պաղեստինցիների աչքերում։ Եգիպտոսից են Գազա վերադառնում այս մարդիկ։ Հիմնականում կանայք ու երեխաներ են հայրենիք վերադարձողների առաջին ավտոբուսում։ Ռաֆահի անցակետի մոտ նրանց դիմավորում են հարազատները։ Գազայի հատվածի ռմբակոծությունների ծանր ժամանակներում էին ստիպված Եգիպտոս գնացել բուժում ստանալու համար։ Գազայում գրեթե կանգուն հիվանդանոցներ չկան։ Հենց հայտարարեցին անցակետի բացման մասին, գրանցեցի անունս, որ գամ հասնեմ երեխաներից, վերադառնամ հայրենիք։ Շատ էի կարոտել Գազան, չէի գնա, եթե այդքան հիվանդ չլինեի։ Վերադարձի համար Իսրայելի թույլտվությունը պետք է ստանան պաղեստինցիները, բայց նրանք չեն կարող միանգամից տուն գնալ։ Նախ Ռաֆայի անցակետը վերահսկող իսրայելցի զինվորականները մանրակրկիտ ստուգում են բոլորին։ Մի քանի ժամ նվաստացուցիչ պայմաններում են պահել իսրայելցիները հայրենիք վերադարձող պաղեստինցիներին։ Գազա վերադարձող մարդիկ պատմում են, որ ձեռնաշղթաներով են եղել, աչքերը կապած, նաև սպառնացել են գերի վերցնել, եթե Համասի զինյալների մասին տեղեկություն չտան։ Իսրայելցի զինվորները սպառնացին մեզ, որ գերի կվերցնեն, եթե չհայտնենք հոկտեմբերի 7-ի հարձակումը նախաձեռնողների անունները։ Հակառակ դեպքում մեզ թույլ չեն տա մտնել Գազա։ Ռաֆահի անցակետը հսկող իսրայելական ուժերը մեղադրանքներին չեն արձագանքել։ Նրանք հայտարարել են, որ ստուգում են Գազա վերադարձողների ինքնությունն ու ուղեբեռները։ Նրանք ինձ հարցաքննեցին, քաղաքական հարցեր էին տալիս, բայց ես Գազայի սովորական քաղաքացի եմ։ Նրանք պատրաստվում էին ինձ ձերբակալել, որովհետև ես չպատասխանեցի։ Անկեղծ ոչինչ չգիտեմ, բայց նրանք ինձ չէին հավատում։ Բուժումն ավարտածները վերադառնում են, բուժման կարիք ունեցողները լքում Գազան։ Պաղեստինյան Կարմիր մահիկը 45 հիվանդի ու 90 ուղեկցողի տարհանման հրաման է ստացել։ Սակայն Ռաֆահի անցակետը հսկող իսրայելցիները միայն 16 հիվանդի ու 40 ուղեկցողների են թույլատրել հատել Եգիպտոսի հետ սահմանը։ Մինչդեռ ոչ թե 45, այլ 20,000 պաղեստինցի Գազայում անհապաղ բուժման կարիք ունի։ Ամիսներ շարունակ անցակետը փակ է եղել, այդ ընթացքում հիվանդների վիճակն ավելի է ծանրացել, Գազայում նրանց բուժել հնարավոր չէ։ Հույս ունենք ՄԱԿ-ը կստիպի իսրայելական կողմին ավելացնել այս թվերը։ Իրավիճակը ոչ թե շտկել է փորձում Թել Ավիվը, այլ ավելի խիստ պահանջներ դնում պաղեստինցիների առաջ։ Պահանջում են, որ Ռաֆահի անցակետով Եգիպտոս գնացողների ու Գազա վերադարձողների թիվը հավասար լինի։ Գազայում ընդամենը 3 հիվանդանոց կա, որոնք հիմնովին ավերված են, բժշկական սարքեր ու դեղորայք չունեն։ Բժիշկները երբեմն իրենց տներում են փորձում օգնություն ցուցաբերել։ Պատերազմից ավերված իր տան ներսում ատամնաբույժ Աբդուլ Սալամը ժամանակավոր կլինիկա է բացել։ Եթե հոսանքը չանջատեն, պատրաստ է օրը 10 բուժառու ընդունել։ Շատ ջանք պետք եկավ ավերակները մաքրելու համար։ Նյութերի մի մասը ոչնչացել է, նյութեր կան, որ փչացել են։ Այլընտրանք չունենք, պետք է շարունակենք մեր աշխատանքը։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության, աշխարհում գոյություն ունեցող 36 թեժ կետերում բժշկական հաստատությունները գրեթե չեն գործում։ Բժշկական պարագաների, սարքավորումների ու դեղորայքի խիստ պակասի պատճառով։ $1 միլիարդ բավական է այդ երկրների, այդ թվում Գազայի բուժհաստատությունները վերազինելու համար։ Մարիամ Ամիրջանյան, Էլենա Հինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։